ենք Հայաստանի ներքաղաքական եւ արտաքին քաղաքական մի շարք խնդիրներից, ընդ որում թե խնդիրներ, որոնք ավելի երկարաժամկետ դոկտրինալ նշանակություն ունեն եւ խնդիրներ, որոնք հենց օրվան են վերաբերվում եւ ունեն օրերի դինամիկա եւ անմիջականորեն առնչվում են մեր անվտանգության միջավայրին կամ ուղղակիորեն վերաբերվում են մեզ։ Այս ուղիղ եթերում քննարկումները կոչված են վերհանելու այն խնդիրները, որոնք մենք ունենք, խոսքը վերաբերվում է թե պետության արձագանքմանը, թե մեր վերաբերմունքին այդ ամեն ինչին, դրա դրական կողմերը, բացասական կողմերը վերհանելուն։ Իհարկե մեր քննարկումները այնուամենայնիվ չեն կարող օբյեկտիվորեն չունենալ մի շատ կարևոր համատեքստ։ Դա նախընտրական մթնոլորտն է, որի մեջ մենք ապրում ենք եւ ապրելու ենք մինչեւ հունիս ամիսը։ Այսօրվա մեր քննարկման մասնակիցներին եմ ցանկանում ներկայացնել։ Մասնակիցներն են Լիլիթ Դալաքյանը, Հարություն Մկրտչյանը, Արման Բոբաջանյանը, Դավիթ Ստեփանյանը եւ ես Ռուբեն Մեհրաբյանը։ Դե ինչ, օրերս ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտը հրապարակեց սոցիոլոգիական հարցման արդյունքներ, իսկ դրանից օրեր առաջ պրոֆեսոր Ներսես Կոպալյանը ներկայացրեց Երևան Ռիփորթում իր սոցիոլոգիական հարցման արդյունքները եւս վերլուծությամբ նաեւ դրանց ըստ էության դա փորձ է հասկանալու ինչ է իրենից ներկայացնում նախընտրական Հայաստանը, ընդ որում հարցվողները պատասխանում էին թե ներքին քաղաքականությանը, թե արտաքին քաղաքականությանը վերաբերվող հարցերին։ Իհարկե, այնպես չէ, որ այդ հարցումները 100%-անոց ճշմարտություն են, բայց այնուամենայնիվ նրանք պատկերացում են տալիս այս ամենի մասին։ Փորձենք հասկանալ, թե հասարակական ինչպիսի տրամադրությունների հետ մենք այս պահի դրությամբ առնվազն գործ ունենք եւ ինչ միտումներ են ուրվագծված եւ որտեղ մենք ինչ այսպես իրավիճակում մենք կհասնենք դեպի հունիսի 7։ Լիլիթ, համեցեք դուք ծանոթացաք այս IRA-ի հարցմանը, նաև Ներսես Կոպալյանի հարցման արդյունքներին, ձեր այսպես ընդհանրական եզրակացությունը, հա, մենք որ կետում ենք գտնվում եւ հասարակությունը իր այսպես ինտեգրալ հավաքականության մեջ ինչպես է դիրքավորվել ձեր գնահատականով համեցեք։ Ես ճիշտն ասած առաջին ուշադրություն դարձրեցի այն մեծ թվի վրա, որ չկողմնորոշվածներն էին կազմում եւ իհարկե սա աշխատելու տեղ է տալիս այն ուժերին, որոնք ցանկանան որևէ ներդրում ունենալ ապագա խորհրդարանական ընտրությունների ժամանակ եւ իրենց էլեկտորատը կարող են այստեղ հավաքել։ Մյուս կողմից կարծում եմ 3 ամիս առաջ վաղ է որևէ հստակ ինչ-որ թվերի մասին խոսել։ Մենք ստոպ կադրում կարող ենք խոսել։ Այո, հատկապես եթե մենք հաշվի ենք առնում Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, Աստված մի արած եթե երկարատև կոնֆլիկտ լինի կամ ռեժիմ չփոխվի, ինչ ազդեցություն դա կունենա Հայաստանի տնտեսության վրա, միգրացիոն ինչ խնդիրներ կառաջանան, լոգիստիկ ճանապարհների բացման հետ կապված եւ Թուրքիայի հետ եւ ընդհանրապես TTIP-ի վերաբերյալ երկաթուղու ռուսներից այսպես կոնցեսիոն կառավարումից վերցնելու հարցի վերաբերյալ սա լուրջ խնդիրներ է ստեղծելու Հայաստանի համար։ Գումարած դրան ես վստահ եմ, որ Իվանիշվիլի ղեկավարած Վրաստանը կարող է անակնկալներ մատուցել Հայաստանի իշխող կուսակցությանը, հատկապես նախընտրական շրջանում մենք գիտենք, որ գյուղմթերքի օրինակ արտահանման ժամանակաշրջանն է այդ ընթացքում եւ մենք մինչ օրս էլ այդ բացատրություն չստացանք, թե ինչի հետևանք էին վերջին զարգացումները հայ վարորդների հետ կապված Վերին Լարսի ուրեմն սահմանին, բարձր որ դա Ռուսաստանի հետ այսպես կուրացիայով է տեղի ունենալու։ Այսինքն թվերը կարող են նվազել, կարող են հակառակը դրական ելքերի դեպքում աճել իշխող կուսակցության։ Ինչ վերաբերում է ընդդիմադիր հատվածին, ես տեսնում եմ, որ միավորում այդտեղ հստակ չկա։ Սերժ Սարգսյանը առանձին իր խաղն է տանում, հետաքրքիր կմասնակցի թե ոչ, կարծում եմ ոչ։
Ռոբերտ Քոչյանը մշտապես նշում է, որ ինքը եւ Սամվել Կարապետյանը միասին են հակառակ ճամբարից դա անընդհատ փորձում են հերքել, գուցե գիտակցելով, որ դա նաեւ ձայները կպակասեցնի ինչ-որ առումով Սամվել Կարապետյանի նոր ինչ-որ օլիգարխ խոշոր սեփականատերեր են ի հայտ գալիս, հետարքիր է, որ ինչ-որ խոսակցություններ կան որոշ արևմտյան սեգմենտների եւ խոշոր սեփականատերերի համագործակցության հնարավոր վերաբերյալ, սա դեռ այսպես լուրերի մակարդակով է չեմ կարող ասել։ Ես լսել եմ այդպիսի խոսակցություններ, որ հնարավոր է մարդիկ, որոնք հանդես են գալիս արևմտյան արժեքների պաշտպանության դիրքերից, ինչ-որ համագործակցության գնան, խոշոր սեփականատերից մեկի հետ չեմ կարող ասել, դա դեռ խոսակցության մակարդակով է, բայց ընդհանուր առմամբ արևմտյան սեգմենտը ներկայացնող արևմտամետ բառը չեմ ուզում արտաբերել, այն մարդիկ, որոնք կարծում են, որ Հայաստանի ապագան Եվրոպան, Եվրամիությունը, ԱՄՆ հետ մեր հարաբերությունները պիտի խորանան, իդեպ դա չի նշանակում մենք Ռուսաստանի հետ պիտի չշփվենք կամ Իրանի հետ չշփվենք, շատ պարզունակ են ներկայացնում կամ ինչ է նշանակում, որ Եվրոպա չկա, հենց իմ կարծիքով հենց հիմա է Եվրոպան ձևավորվում, երբ հասկացել է մեծամասնությունը Եվրոպան, երկրներ, որ արդեն բանակի մասն են խոսում, կարծում սա այս Եվրոպան ավելի մեծ ձեռնտու է, եթե այսպես ասենք, ամփոփելով կարող եմ ասել, որ հուսով եմ արևմտամետ չէ, արևմտյան արժեքներ կրող ուժերը կմիավորվեն, իրական ուժերը, որովհետև անուններ չտամ, բայց որոշ ուժեր կասկածի դեղիք են տալիս, որոնք թունդ արևմտյան այսպես դիրքերից են հանդես գալիս եւ ձայների փոշիացում տեղի չի ունենա։ Այս պարագայում էլեկտորատ կարող է ունենալ եւ չես կարող ասել ինչ աստիճանի, նույնիսկ երկրորդ ուժի կարգավիճակում կարող են լինել այս մարդիկ։ Շնորհակալ եմ։ Հարություն, այդ հարցումները ցույց են տալիս, որ այնուամենայնիվ եթե Եվրամիության անդամակցության հարցով լիներ հանրաքվե Հայաստանում 51%-ը քվեարկեր կողմ։ Բայց մյուս կողմից էլ մենք տեսնում ենք, որ մեր հասարակության միայն 1/4-ն է, որ դրական է գնահատում թրիփը որպես գաղափար, որպես նախագիծ, մինչդեռ 1/3-ը հստակորեն դեմ է, դե նաև այնտեղ նշված էին առանձին ընտրազանգվածներ, ասենք ռուսական ուժերի ընտրազանգվածներ, նրանց մոտ 2/3-ն է դեմ թրիփին եւ կարծեք թե թրիփի նախագիծը այսպես քաղաքական ջրբաժանի հարցերից մեկն է, հա։ Ձեր գնահատականով ինչով է դա պայմանավորված։ Առնվազն ակնհայտ է, որ հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը, ես նրանց մի ամբողջ լավ գործող, վատ առումով լավ գործող մեքենա եմ անվանում, մեքենա, որը աշխատում է թե թրիփի դեմ, մեքենա, որը աշխատում է թե Հայաստանի Հանրապետությունում Գյումրի երկու սցենարի կիրառմամբ իշխանություն վերցնելու, մեքենա, որը Հայաստանի Հանրապետության ապագան արդեն իսկ բացահայտ նաև մարդիկ կան, որ տեսնում են միութենականության եւ միութենական պետության կազմում, ու այդ շրջանակները մեզ հայտնի շրջանակներ են, պրոդաշնակցական, պրոքոչարյանական, իսկ հավաքական առումով պրոկիրիենկոյամետ շրջանակները, ովքեր Ռուսաստանի Դաշնության կողմից նշանակված կուրատորի ձեռքի տակ աշխատում են եւ արդեն իսկ հրապարակային նաեւ սցենարներ են մատնանշում, թե որ ուղղությամբ պետք է Հայաստանի Հանրապետությունը գնա։ Սա ակնհայտ է։ Սա մերժում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին եւ դուք ինքներդ ասացիք, նաեւ հարցումներին ի պատասխան քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կողմ է Եվրամիությանը, կողմ է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու անկախությանը։ Այ խնդիրն ինչումն է, որ դա ներքաղաքական դաշտում խորհրդարան ձևավորելիս ընտրությունների արդյունքում մի փոքր իրավիճակը խճճվում է եւ մի փոքր լղոզվում է նաեւ իրավիճակը եւ խորհրդարան են թափանցում ուժեր, որոնք բնավ անկախության մասին չեն, բնավ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը իրենց համար կարմիր գիծ չի, ընդհակառակը կան մարդիկ, որ դա կասկածի տակ են ուղիղ դրել եւ այդպես խորհրդարանա ձևավորվում։ Այս համատեքստում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին շատ մեղադրել պետք չէ։ Ինչու՞։ Որովհետեւ 2021 թվականին մենք ունենք գրեթե նույն իրավիճակը, հետպատերազմյան թուլացած իշխանություն, պետություն, Լեռնային Ղարաբաղի հարց օդում կախված,
5-րդ շարասյուն կամ այդ մեքենան, որ ամբողջությամբ էլի գործում էր պետության եւ ժողովրդի դեմ, ու ժողովրդին ընտրության հնարավորություն չէր տրվում։ Առաջարկում էր կամ վատը, կամ վատից մի փոքր ավելի լավը, բայց ոչ լավը։ Եվ այդ ընտրության պարագայում քաղաքացին սևի ու սպիտակի ընտրություն էր կատարում։ Էլի 2021 թվականի ընտրություններից առաջ էլի այս նույն հարցը կախված էր մեր առաջ եւ մեզանից շատերը նաեւ այդ շրջանում քննարկումներ էինք ունենում, թե ինչպես քաղաքական դաշտ առողջացնենք եւ առողջ քաղաքական ուժերին ու անհատներին առաջ տանենք, որպեսզի առաջին հերթին խորհրդարանում լինի ընդդիմափոխություն։ Մենք գիտեք, հիմա ուժեր կան, որ 3-4 անձով են պայմանավորված, այդ ուժերի գոյությունը 3-4 անձով է պայմանավորված, բայց հայտ են ներկայացնում իշխանություն վերցնելու։ Եկեք լուսնից իջնենք եւ իրականությանը բաց աչքերով։ Նաեւ աննորմալ փող ներդնելով այս ամենը, որը parshi դա էլ առանձին խնդիր։ Ու հարցնող էլ չկա որտեղից։ Ես կարծում եմ հարցնողները փաստագրում եւ փաստերի հավաքագրմամբ են զբաղվում, խոսքը իրավապահ մարմիններին է վերաբերվում։ Այն կարծիքին չեմ, որ իրավապահ համակարգը փաստեր չի հավաքագրում այս պահին եւ լիահույս եմ, որ նաեւ ընտրություններից առաջ Մոլդովայի սցենարի կիրառմամբ որոշ քաղաքական ուժերի ականջից թղթով բռնած քաղաքական դաշտից պետք է ուղղակի դուրս վռնդել։ Ուժեր, որոնք ֆինանսավորվում են դրսից, կառավարվում են դրսից, ուղարկվել են դրսից, Հայաստանի Հանրապետության ապագան տեսնում են դրսում, ավելի շատ տեսնում են Իրանի շահը, Ռուսաստանի շահը, ՀԱՊԿ-ի շահը, բայց ոչ երբեք Հայաստանի Հանրապետության։ Այդ ուժերին պետք է դուրս թողել։ Հիմա այս դաշտում առողջ քաղաքական ուժերը պետք է հայտ ներկայացնեն իմ կարծիքով եւ 2021-ից դասեր քաղելով նաեւ հայտ ներկայացնեն եւ առաջին հերթին խորհրդարանում ընդդիմափոխության խնդիր դնեն, որովհետեւ այն ընդդիմությունը, որը մենք ունեցել ենք խորհրդարանում, դա ընդդիմությունը անվանելն էլ մի փոքր շռայլություն կլինի մեզ համար, որովհետեւ նրանք զբաղված են եղել հիմնականում գող փիսոք աչալչում հայտնի այդ եզրույթը առաջ բերելով, մեկը մյուսի վրա շշեր նետելով, հայոյանքներ տեղալով, բայց ոչ երբեք ժողովրդի դարդով ու ցավով, ժողովրդի ղադրն իմանալով, ժողովրդի խնդիրները վերհանելով ու այդ խնդիրների լուծման ետևից գնալով։ Նրանք այդ ֆունկցիան չեն կատարել։ Մենք չենք ունեցել խորհրդարանում ընդդիմություն։ Եվ երբեմն երբ որ մարդիկ կան, որ հիասթափված նաև օրվա իշխանություններից մեղադրում են իշխանություններին տարբեր հարցերում թերացումների մեջ, նաև պետք է հավասարապես մեղադրեն ընդդիմությանը, որովհետև վատ իշխանությունը կամ անարդյունավետ իշխանությունը, թույլ իշխանությունը արդյունք է վատ ընդդիմության։ Եթե խորհրդարանում չունենք ընդդիմություն, որը որ կառուցողական է, որը որ Հայաստանի Հանրապետության շահն ու կենսական շահերն է իր առաջ դնում ու դրա ետևից գնում, այլ բացառապես դնում է իր առաջ Ռոբերտ Քոչարյանի թալանը պահելու խնդիրը, դնում է իր առաջ Սեյրան Օհանյանի թալանը պահելու խնդիրը ու էլի այսպես օդիոս կերպարների թալանը պահելու խնդիրը ա դրվում, այստեղ ժողովրդի շահը ոտնահարվում է ու յետին պլան ա դրվում։ Հիմա այս этаպում կարծում եմ քաղաքական ուժերը պետք է նաև այս հարցումներին ուշադիր լինեն եւ հարցումների արդյունքում ձևավորված են 60%-անոց զանգվածը, որ իրականում կա։ Դա մեր ընկերներն են, բարեկամներն են, մեր շրջապատում ապրող մարդիկ են, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են, ովքեր տարբեր պատճառներով հիասթափված են քաղաքականությունից եւ քաղաքական գործիչներից, տարբեր պատճառներով հիասթափված են քաղաքական process-ներից եւ հավատ չեն տեսնում այդ process-ների մեջ եւ իրենց ապագան չեն կապում այդ process-ների հետ։ Մենք պետք է կարողանանք այդ քաղաքացիներին ասել, որ մեկը ձեզանից Հայաստանի Հանրապետության մյուս քաղաքացիներից մեկը, մեզանից յուրաքանչյուրը եւ իրենք հավաքական առումով պետքա երկրի կառավարման մեջ իրենց լուման ունենան եւ ի վերջո այդ հավատը իրենց մեջ սպանած վիճակը որևէ լավ տեղի մեջ չի տանել։ Իր փոխարեն գնանք քվեարկեն պրոռուսական ուժերի չեմ էլ ուզում նրանց էլեկտորատ անվանել, որովհետեւ իրենք էլեկտորատ էլ չեն, նրանց տարբեր երևույթներով պայմանավորված շահագրգռում են, բերում են քաղաքական դաշտ եւ դե կամ էլ բոլորեցնում կամ ավելի ճիշտ ջերմոցներում աճեցնում։ Այ այդ շրջանակը գնալու է ընտրությունների, քվեարկությունա կատարելու եւ ունենալու ենք այն խորհրդարանը, ինչ որ ունեցել ենք։ Իշխանություն, եթե լավագույն դեպքում Գյումրի 2 սցենարը վիժեցվի եւ ինչպես Նիկոլ Փաշինյանն ասում, հեղափոխություն 3 լինի, դա էլ է հարցախր։ Տեսեք, երրորդ անգամ իշխանության հավակնող քաղաքական ուժը դեռևս խոսում է
ինչ որ հեղափոխություններից։ Սա էլ է նոնսենս։ 2021 թվականին պողպատյա մանդատ մուրճ ստացած քաղաքական ուժը դեռևս խոսում է հեղափոխական միջոցառումների կիրառմամբ արդարություն եւ արդարադատություն հաստատելու։ Սա նոնսենս է եւ սա ինչի արդյունքն է, անարդյունավետ ընդդիմության առաջին հերթին։ Եթե խորհրդարանում լիներ մի շրջանակ, մի խմբակցություն, որը հապկի հետ հարցը կդներ Նիկոլ Փաշինյանի առաջ եւ քաղաքացիական պայմանագրի, երկրում անարդարության եւ այս համատարած բեսպրեդելի հարցը կդներ Նիկոլ Փաշինյանի առաջ, պողպատյա մանդատը կամ նույն մուրճը հետ կնվիրեր Նիկոլ Փաշինյանին եւ կասեր կիրառիր պարոն աշխատացնելու հրամայական եւ Եվրամիության անդամակցության հարցը կբերեր առաջի պլան եւ օրենքի ուժ ստացած նախաձեռնությանը կստիպեր իշխանությանը ավելի հավակնոտ քայլեր ու միջոցառումներ ձեռք առնել։ Գնդակի հիմնականում Հայաստանի Հանրապետության քաղաքացին է սոցիոլոգիական հարցումներն էլ դա է ցույց տալիս։ Նետելա քաղաքական ուժերի դաշտը, հանրային գործիչների դաշտը եւ ակնկալում է թե քաղաքական ուժերից, թե հանրային շրջանակներից գործողություններ, որ կարտնացնի իր մեջ հավատը։ Գործողություններ, որ իրեն կստիպի հունիսի 7-ին դուրս գալ տանից, գնալ ընտրատեղամաս ու քվեարկել մի ուժի օգտին, որի նկատմամբ ունի ինքը հավատ։ Մի ուժի օգտին, որը իր խնդիրներն ու իր խնդիրները դրոշակ դարձրած կգնա ազգային ժողով ու օրվա իշխանությունների առաջ կդնի այդ օրվա։ Երևի թե այսքան է։ Շնորհակալություն, դե որպես մասնակից էլ շատ կարճ ես կասեմ, տեսեք, մենք խոսում ենք ինքնիշխանության մասին, ինքնիշխանությունը լինում է այն ժամանակ, երբ իշխանությունն է ինքնիշխան, բայց նաև ընդդիմությունն է ինքնիշխան։ Իսկ քանի մեր ընդդիմությունը ոչ միայն ինքնիշխան չէ, այլև Հայաստանին թշնամաբար վերաբերվող երկրի ուղղակի պրոքսին է, որքան էլ օրվա իշխանությունը խոսի ինքնիշխանության մասին, մեր երկիրը ինքնիշխան չի դառնում, որովհետև մեր երկիրը մեկ ոտքով է ինքնիշխան, երկրորդ ոտքը ինքնիշխան չէ։ Եվ ահա մենք տեսնում ենք այս ֆոնին, Արման, նախ ձեր ընդհանուր տպավոր